Բայց ես Մանե Հովհաննիսյանն եմ, մենք այսօր ուզում ենք ձեզ հետ հարցազրույց կազմակերպել։ Ձեր կարծիքով Ձեր կարծիքով ո՞րն է դպրոցի ամենակարևոր բանը։ Դպրոցի ամենակարևորը սովորողն է, որովհետև հենց սովորողը չի լինում տարբեր պատճառներով, չէ, դպրոց չի լինում, ամենակարևորը իհարկե դուք եք, սովորողները։ Չէ։ Այսինքն դպրոցը սկսվում է սովորողով, հենց գալիս է սովորողը, սովորող, տեսեք, այսինքն իմացող, այսինքն ուսումնատենչ մարդ, սովորող, ոչ թե երեխա։ Երեխաները կան եւ շատ լավ է մեր կյանքում ամենուրեք են, տանը փողոցում ամենուրեք են, բայց դպրոցը արդեն գործ ունի, մեր դպրոցը գործ ունի սովորողի հետ։ Համեցեք։ Լավ, իսկ ձեր կարծիքով մեր կրթահամալիրի աշակերտը ինչպիսին պետք է լինի։ Անպայման ուսումնատենչ, անպայման համերաշխ, ես նկատի ունեմ համերաշխ իր ընկերների, ուսուցիչների, իր դպրոցի, չէ, համերաշխ, շատ կա, ուսումնատենչ եւ համերաշխ որ լինի, հա, եւ շատ ուզում եմ որ լինի նախաձեռնող, ակտիվ, փոխի իր աշխարհը, ինքը դարձնի ավելի համապատասխան իրեն։ Ինչպես ձեր ուսուցիչն է, Դալուզյան Նառանա, այդպես ակտիվա, ուսումնատենչա, համերաշխա իր ընկերների հետ, ճիշտ է, իր աշխատանքի հետ, իր դպրոցի հետ, իր գործի հետ։ Որպես պապիկ գոհ եք, որ ձեր թոռնիկները սովորում են այս կրթահամալիրում։ Շատ, հակառակ դեպքում ես ինձ բան կզգայի, մերժված կզգայի, հա, խաբված կզգայի, չէ, որտեղ շատ պարզ, եթե ես այս դպրոցը համարում եմ, հա, ամենալավը, այս եթե ամենալավը չեմ համարում, ինչու ամենալավը չեմ դարձնում, չէ որ ես էլ ունեմ հնարավորություն, չէ որպես տնօրեն ավելի մեծ հնարավորություն, իսկ եթե ամենալավն է, ինչու պետք է ամենալավից չօգտվեն իմ թոռնիկները, Արաքսիկը, Արևիկը, հետո նաև Սոնուլիկը, անպայման։ Ինչքան էլ գիտեմ Արաքսիկի համար դժվար է այդ ճանապարհը անցնել կամ Արևիկի համար, բայց ես գիտեմ, որ լավ դպրոցը միշտ չի, որ տան մոտ է գտնվում եւ ավելի լավ է մի քիչ ճանապարհ անցնես, չէ, բայց լինես լավ դպրոցում, չէ, քան թե տան մոտ գնաս, որտեղ դա արդեն դպրոց չի լինի, սովորողի համար չի լինի։ Իսկ ձեզ այնց առաջ տնօրեն եղել է, իսկ եթե եղել է, ով է եղել։ Այդ մեկը ձեր բախտը չի բերել է։ Կամ բերել է, չգիտեմ, դուք որոշեք, որովհետև կրթահամալիրը մենք երկու դպրոց պիտի տարբերենք։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, այս դպրոցների, հա, շատ դպրոցների միավորումը, որը ստեղծվել է 1989 թվականից, ուղիղ 21 տարի արդեն, եւ թիվ 183 դպրոցը, որը բացվել է 1984 թվականին, 84-85 թվականին տնօրեն չի եղել, որտեղ բոլորը սպասել են իմ գալուն, չէ, նոր 85 թվին ինձ հրավիրել են, ես եկել եմ, 85 թվից դարձել եմ թիվ 183 դպրոցը տնօրենը, իսկ 89 թվականին արդեն բոլորս միասին ստեղծել ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, դրա համար էլ ինձ ասում են կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, այսինքն կան տնօրեններ այլ դպրոցներում, չէ, բայց ես ունեմ մի հատ մեծ առավելություն եւ որ ինձ մեծ հաճույք է պատճառում։ Ես հիմնադիր տնօրենն եմ, այսինքն մի սքանչելի հաստատություն, որտեղ սովորում են ձեզ նման մարդիկ։ Երբ է դպրոցի հիմնադրվել եւ ինչու է Մխիթար Սեբաստացու անունով։ Մխիթար դպրոցը հիմնադրվել է Արաքսիկ ջան 1984 թվականին, որպես այս Բանգլադեշի, այս B1 թաղամասի հերթական թիվ 183 դպրոց եւ անուն չուներ։ Իսկ երբ որ 1989 թվականին արդեն այս եւ մի քանի այլ դպրոցների, այդ թվում ձեր դպրոցի հետ, հա, նոր դպրոցի հետ, Գեղարվեստի դպրոցի հետ, նա արդեն դարձավ կրթական հաստատությունների միավորում կամ կրթահամալիր կոմպլեքս։ Առաջացավ անունի գաղափարը,
եւ մենք քանի որ ուզում էինք որ մենք, հա, դառնանք հետնորդը, դուք դառնաք Սեբաստացու Մխիթարյանների, Մխիթար Սեբաստացու հետնորդը, այսինքն լինեք ուսումնատենչ, հա, ունենաք ամենաարդիական, ամենաժամանակակից գործիքներ, չէ, որպեսզի կարողանաք հայագիտությունը, ընդհանրապես գիտությունը զարգացնել, հա, ուզեցանք որ Սեբաստացու անունով լինի, որ փորձեք նմանվել Սեբաստացու։ Համեցեք։ Արդյոք ճիշտ է որ մեր դպրոցում տեսախցիկներ կան տեղադրված, եթե այո, ինչու համար են դրանք։ Այո, տեսախցիկներ կամ մենք ասում ենք տեսագրման սարքեր, այո, ոչ բոլոր տեղերը, օրինակի համար ձեր դպրոցում առայժմ չկա, բայց օրինակ Գեղարվեստի կրտսեր դպրոցում կա, օրինակ Մայր դպրոցի գրադարանում կա, ֆիզիկայի բնագիտության լաբորատորիայում կա, դա գիտեք հնարավորություն է տալիս ոնց որ ֆոտոապարատ, կինոապարատ ինչի համար է, որ դու նկարես եւ հետո քո գործողությունները կողքից նայես, չէ՞, տեսնես ինչն է վատ, չէ՞, ինչն է լավ, որտեվ հսկելու մեջ լավ բան կա, ինքնահսկումը կա, չէ՞, դու քեզ հսկում ես, դու քեզ հետևում ես, որ հետո փոխես, չէ՞, ոնց որ ձայնագրիչը, այ հիմա ես խոսեցի, ես չգիտեմ ինչպես խոսեցի, բայց հետո որ միացնենք, ես լսեմ, ես արդեն կարող եմ լսել իմ ձայնը, չէ, գրագետ եմ խոսում, ճիշտ է, ամբողջական են իմ մտքերը, հետևողական են, համեցեք։ Ինչու է մեզ մոտ համազգեստ քնելը ընդունված չէ։ Որովհետև ուզում ենք համազգեստ ընդունված է, դուք հիմա համազգեստով եք, ուղղակի ամեն մեկը ինքն է որոշում, որտեղ ուզում ենք ազատ երեխաներ լինեն, ազատ մարդիկ լինեն, ազատ սովորող լինեն, ուզում ենք իրենց ոճը ունենան, չէ, ուզում ենք այդ համազգեստով նաև իրենց ճաշակը զարգացնեն, բայց մյուս կողմից չենք ուզում, որ ուշք ու միտքը համազգեստը շորը լինի։ Ուզում ենք իրենց ուշք ու միտքը ստեղծագործական, ուսումնական աշխատանքը լինի, դասը լինի, այո, սովորելը լինի։ Ինչպես Դալուզյան Նավան, ուզում է հարմար հագնվի, բայց չեմ կարծում, թե իր ուշք ու միտքը դպրոցում համազգեստն է, շորն է, հագուստն է։ Դրա համար ես բան եմ անում, որ հագնվենք պարզ, հարմար, հա։ Այո, շատ հարմար։ Համազգեստը ինչ է նշանակում, համելզգեստ, չէ։ Դա պիտի հարմար լինի, համապատասխան կեցես, դու ավելի լավ գտար, համապատասխան զգես, շնորհակալ եմ, ես չէի մտածել, դու ինձ օգնեցիր, համեցիք։ Իսկ ինչպես եղավ, որ դուք այս կրթահամալիրի տնօրենը եղաք։ Ինձ ինչպես եղավ, ինձ 1900 ես Երևան քաղաքի կենտրոնում էի աշխատում, ինձ կենտրոնում խելոք չէի պահում, հա, ես չէի ենթարկվում, անում էի այն գործ այն բանը, ինչ ճիշտ էի համարում, հա, ես այդպես բան է։ Եվ ինձ այնտեղից, ինչպես ասում եմ, որոշեցին աքսորել, ասացին կենտրոնում, այս մարդը վտանգավոր է իր ակտիվությամբ, չէ, այս ինքնագլխությամբ, ինքնուրույնությամբ, իսկ որ աքսորում են, ուղարկում են ուր, Արվարձան, չէ, այդպես է միշտ եղել, Պուշկինին էլ որ աքսորեցին, չէ, ուղարկում էին Ռուսաստանի այն ժամանակ Մոլդովիա կամ ուրիշ տեղ, որ համարվում էր Արվարձան։ Ինձ աքսորեցին Բանգլադեշը, այս հարավարևմտյան զանգվածը, մանավանդ 85 թվականին սա շատ բաներ, անծանոթ, չէ, Երևան քաղաքի կենտրոնից մեկուսացված, շատերի համար անհասկանալի մի տարածք էր, ես եկա դպրոցը չուներ տնօրեն, ինձ նշանակեցին տնօրեն, մնացածը դուք գիտեք, հետո իմ ընկերների հետ, քանի որ անհանգիստ էի, ստեղծագործող էի, ուսումնատենչ էի, ուզում էի փոխել, մեզ փոքր թված դպրոցը եւ մենք ստեղծեցինք այս կրթական աշխարհը, որին անվանում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 2 տարեկաններից մինչև ցկյանց բոլորի համար կրթություն, չէ՞։ Աշխարհ է, չէ՞, կրթական աշխարհը, իր MSK աշկետեյով, չէ, ինտերնետ աշխարհով, իր կրտսեր դպրոցով, նախակրթարանով, իր քոլեջով, մեծահասակների դպրոցով, մի խոսքով այս աշխարհը, սա մենք անվանում ենք կրթական աշխարհ։ Իսկ ինչու որոշեցիք, որ երեխաները
երեխաները նույնպես ունենան մեյլեր եւ անդադ կապի մեջ լինեն ամեն բոլորի հետ։ Հենց դրա համար, որովհետև մարդ ունենա հասցե, որ ինքը նամակ գրի, նամակ ստանա, չէ, որպեսզի անարգել օրվա մեջ յուրաքանչյուր պահի 24 ժամ անընդհատ ժամանակակից միջոցներով, չէ, այդ թվում թվային, կապի բոլոր միջոցներով, ոչ միայն բջջային, ոչ միայն հեռախոսային, բոլոր միջոցներով, որ կարողանա իր մտքերը տարածի եւ այլոց մտքերը ընդունի։ Հենց դրա համար։ Շնորհակալություն, ձեզ հետ շատ հետաքրքիր էր։ Ես ասեմ, որ ինձ ավելի հետաքրքիր էր ձեզ հետ։ Ես տեսա, որ ես ուզում էի Նարային շնորհակալություն հայտնեի, շնորհավոր էի, ասեի, որ շատ լավ, այսպեսի հետաքրքրասեր, հետաքրքիր սովորողներ ունես, դա արդեն շշմելու բան է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, տեսնեմ ձեզ։